Որպես սեռական ոլորտի մասնագետ մենք հաճախ տղամարդկանցից լսում ենք բժիշկ ջան սեռական ցանկությունս կորել է։ Դե հասկանալի է խնդիրը։ Կորում են ցանկությունները, կորում են հետաքրքրությունները, բայց ես կուզեմ մի հանգամանքի վրա ուշադրությունը մեր բոլորի հրավիրել, կապված այն իրավիճակների հետ, երբ տղամարդու մոտ տեստոստերոնի քանակությունը նորմալ է, իսկ դուք գիտեք, տեստոստերոնը դա հենց այն հորմոնն է, որը ապահովում է սեռական ցանկություն, իդեպ եւ տղամարդկանց եւ կանանց մոտ։ Եվ տեստոստերոնի նորմալ ցուցանիշի դեպքում մարդն ասում է ցանկությունս կորել է։ Հնարավոր են իհարկե տարբեր վերսիաներ, հարցը դա չի։ Տարբեր իրավիճակներ կարելի է բերել, որ ոնց կարա տեստոստերոնի նորմալ, բայց մարդու մոտ կորի ցանկությունները եւ հետաքրքրությունները, բայց ես ուրիշ բանից եմ ուզում խոսեմ։ Կարևորվում են շատ նմանատիպ դեպքերում միջանձնային եւ ներանձնային խնդիրները։ Ներանձնային խնդիր դա նշանակում է, որ մարդն ինքն իր մեջ ունի չլուծված խնդիրներ, չլուծված խնդիրներ, հարցեր, որոնց պատասխանները տենց էլ չի կարողացել գտնել։ Դա վերագրում է, ասում է բժիշկ ջան, սեռական ցանկություն չունեմ։ Եվ միջանձնային խնդիրներ, երբ որ մարդը տվյալ անձնավորության հետ կոնկրետ չի ուզում հարաբերություններ ունենալ, որտեվ դա շատ կարևոր է, պարզաբանել է մարդու մոտ ընդհանրապես չկա սեռական ցանկություն, թե չկա սեռական ցանկություն տվյալ անձնավորության հանդեպ, որտեվ լինում են տղամարդիկ իրենք բժիշկ ջան սեռական ցանկությունը, հետո ճշտում ես, տեսնում ես, չէ ինքը կնոջ հանդեպ չունի սեռական ցանկություն, թե չէ ընդհանուր առմամբ իր հետաքրքրությունները պահպանված են, ինքը ուզում է, հետաքրքրվում է, նայում է, փնտրում է, գտնում է եւ այլն բան։ Ամենատարբեր սիտուացիաները կարելի է բերել, թեմաների նույնիսկ կարելի է անդրադառնալ, որոնք վիճաբանությունների կամ չգիտեմ, որոնք քննարկումների առիթ կտան դրա համար, հələ որ այսքանով եզրափակեմ ես իմ խոսքը, որ ոչ բոլոր դեպքերում է, որ սեռական ցանկության նվազումը խոսում է օրգանական պատճառների, մասնավորապես տեստոստերոնի քանակի նվազման մասին։